Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, իսկ սերիալում իրավիճակը կտրուկ դուրս է գալիս վերահսկողությունից։ Վարոյին գտնում են խցում կախված և այդ լուրը շոկ է դառնում ոչ միայն Հայկի, այլև ամբողջ պատմության համար։ Պաշտոնական վարկածը հեռուստադիտողը շատ լավ հասկանում է, որ այստեղ ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Վարոն չափազանց շատ բան գիտեր, չափազանց շատ մարդկանց համար վտանգավոր էր դարձել և նրա մահը ավելի շատ հիշեցնում է լռեցում, քան հուսահատ քայլ, իսկ Հայկի համար սա վերջնական կոտրում է։ Հայկը մեղքն ամբողջությամբ իր վրա էր վերցրել, նա համոզված էր, որ եթե Վարոն չընկներ բանտ, այսօր ողջ կլիներ։ Այդ միտքը նրան հանգիստ չի տալու, վերածվում է մոլուցքի, նա փակվում է, դառնում ավելի կոշտ, ավելի անզիջում։ Այժմ նրա համար գոյություն է ունենալու միայն մեկ նպատակ՝ պարզել, թե ով է իրականում քաշում այս թելերը այս ամբողջ մղձավանջում։ Եվ որքան նա մոտենում է ճշմարտությանն, այնքան ավելի վտանգավոր է դառնում իր ու Նարեի համար։ Բայց մինչ Հայկը փորձում է հավաքել իր կոտրված աշխարհը, Արմոն իր քայլերն է անում, նա առևանգում է Նարեին, և սա արդար խաղ չէ, սա բաց պատերազմ է։ Արմոն հասկանում է, որ Նարեն դարձել է բոլորի ամենաթույլ տեղը՝ Սաքոյի, Հայկի, անգամ Լալայի համար, և հենց այդ պատճառով էլ նրան դարձնում է իր գլխավոր զենքը։ Նարեի առևանգումը կատարվում է շատ արագ ու հաշվարկված, և այն պահին, երբ Հայկը դուրս է գալիս տնից, որպեսզի հասկանա, թե ինչ է կատարվում Վարոյի հետ, հայտնվում է Արմոն, դուռը թակում է, Նարեն միամտաբար բացում է դուռն ու ընկնում Արմոյի թակարդը։ Չնայած նրան, որ Նարեն ասում է, որ իր սիրտը, միտքն ու մարմինը պատկանում են Հայկին, միևնույն է, Արմոն բաց չի թողնելու Նարեին։ Այստեղ այլևս խոսքը ոչ թե սիրո, այլ վիրավորվածության մասին է։ Արմոյի համար կարծեք հիվանդություն է դառել Նարեի կողքին լինելը, Նարեին գրավելը։ Նարեն հայտնվում է Արմոյի ձեռքում, առաջին անգամ ամբողջությամբ հասկանում է, թե ինչ խաղի մեջ է հայտնվել։ Արմոն չի սպառնում ուղիղ ձևով, նա խոսում է հանգիստ, սառնասրտորեն, ավելի սարսափելի, քան բաց սպառնալիքները։ Նա ակնարկելու է Աշոտի սպանությունը, Քաջիկի նամակը, Վարոյի մահը, հասկացնելով, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է եղել և կարող է լինել։ Նարեն հասկանում է, որ Արմոն գիտի շատ ավելին, քան բոլորը պատկերացնում են։ Սաքոն այժմ զգում է, որ իրավիճակը դուրս է գալիս իր ձեռքից, Արմոյի այս քայլը նույնիսկ իր համար է դառնալու վտանգավոր։ Եթե Նարեին ինչ-որ բան պատահի, այլևս ոչ մի պայմանավորվածություն չի փրկի նրան։ Բայց նա լավ գիտի, Արմոն չի նահանջի։ Սա այն կետն է, որտեղ երկու վտանգավոր մարդիկ կարող են դառնալ միմյանց թշնամիներ։ Լալան ևս զգում է, որ լռության գինը չափազանց թանկ է դարձել։ Նարեի առևանգումը կարող է դառնալ այն սահմանը, որից հետո նա այլևս չի կարող լռել, բայց արդյոք կհասցնի ասել ճշմարտությունը, թե Արմոն մեկ քայլ առաջ կլինի։ Սոնան սարսափած է, նա հասկանում է, որ եթե Արմոն ընդունակ է Նարեին առևանգելու, ապա ինքը ևս ապահով չէ։ Վռամի հետ նրա հարաբերությունները կանգնելու են նոր փորձառության առաջ։ Վռամը ստիպված է ընտրել կանգնել հոր դեմ, թե կրկին լռել ու կորցնել Սոնային։ Այս ամենի ֆոնին «Հարսնաձորի լեգենդը» մտնում է իր ամենալարված փուլը, սերը վերածվում է զոհաբերության, ճշմարտությունը մահաբեր զենքի, իսկ լռությունը հանցագործության։ Վարոյի մահը և Նարեի առևանգումը հստակ ազդակ են հեռուստադիտողին։ Այլևս ոչ ոք ապահով չէ, և վերջաբանը լինելու է ծանր, ցավոտ ու ճակատագրական։ Եվ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը, ինչ եք կարծում Վարոյի մահվան մեղավորն ով է և ինչ է բացահայտվելու, արդյոք սրանում էլ Արմոյի մեղքի բաժինը։ Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հնարավոր է երգիչ Աշոտ Թովմասյանն այլևս չշարունակի նկարահանումներն հեռուստասերիալի շրջանակներում, որովհետև հնարավոր չէր Հայկն իր միակ ընկերոջը նման ծանր պահին միայնակ թողնել ու երբեք չխոսեր այդ մասին։
Բայց այսօր պարզ դարձավ, որ նա իսկապես հեռուստասերիալում չի շարունակի նկարահանումներն ու որոշվեց, որ կերպարի նման ավարտ է սպասվում։ Դե ինչ սպասենք հետագա զարգացումներին, ավելի վաղ տեղեկացրել էինք, որ շատ շուտով հեռուստասերիալի դերասանական կազմին կմիանա ևս մեկ սիրված ու տաղանդավոր դերասան։ Դրական թե բացասական կերպար է լինելու նոր հերոսը, ով է մարմնավորելու և ինչ հետաքրքիր մանրամասներ կիմանաք շատ շուտով, այնպես որ բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Միացեք մեր ալիքին, բաժանորդագրվեք, կիսվեք ձեր կարծիքներով ու սպասեք շատ հետաքրքիր բացահայտումների։